$23,000 կաշառքի ստացում ու $200,000 ապօրինի վարձատրության պահանջ։ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կասկածանքն է, որը հրապարակվել է Գլխավոր դատախազի միջնորդագրում։ Ըստ միջնորդագրի պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել 150-ից 200,000 մանր եղջերավորների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի։ Միջնորդագրում ներկայացված են ցուցմունքներ ու գաղտնի քննչական գործողություններից մանրամասներ։ Քրեական վայթով պարզվել է, որ ոստիկանության ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանը աներոջ Աշոտիկ Ամավոսյանի խնդրանքով 2023 թվականին դիմել է իր մտերիմին Հովիկ Աղազարյանին դիմելու և $200-ից $300,000 դիմաց առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Ըստ ձեռքբերված տվյալների, պատգամավորն ընդունել է այդ առաջարկը նրանց հետ հանդիպման ընթացքում։ Միջնորդագրի համաձայն Աղազարյանը պահանջել է սկզբում $100,000, մյուս մասը գործարքից հետո տալու պայմանով։ Պարզվել է նաև, որ Աղազարյանը հանդիպումից հետո 4 անգամ զանգահարել է ՍԱՏՄ պաշտոնատար անձին։ Ըստ նյութերի Աշոտիկ Ամավոսյանը կարողացել է հայթայթել միայն $20,000-ն ու Աղազարյանի հետ խորհրդարանի մոտակա այգում հանդիպման ժամանակ փորձել փոխանցել այն, նշելով, որ գումարի մնացած մասը կվճարի կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ։ Սակայն Աղազարյանը, լսելով գումարի չափի մասին, վրդովվել է ու հրաժարվել ստանալ գումարը։ Ըստ միջնորդագրի այս ամենը հիմնավորվել է մի շարք ապացույցներով, այդ թվում մուտքային և ելքային զանգերի հաղորդագրությունների վերծանումների, գաղտնալսման և ներքին դիտում օպերատիվ հետախուզական տվյալներով։ Ընդ որում, այս անձինք ցուցմունք են տվել պատգամավորի դեմ։ Ըստ գործի հարցը քննվելուց հետո Աղազարյանը պարզաբանումներ է պահանջել իր դեմ ցուցմունք տալու վերաբերյալ։ Ցուցմունք տալիս պատգամավորը հերքել է ոչխարների արտահանումը կարանտինի շրջանցմամբ կազմակերպելու համար խոշոր չափի գումար պահանջելու խոսակցությունները, նաև հերքել, թե զանգահարել է ՍԱՏՄ պաշտոնյային։ Այնինչ, ըստ միջնորդագրի, վարույթով այդ հանգամանքը հաստատող տվյալներ կան։ Մեկ այլ դրվագով ըստ միջնորդագրի Աղազարյանը կրկին 2023 թվականին $20,000 և $300,000 կաշառք է ստացել։ Նա ընկերություններից մեկի նախագահին խոստացել է միջնորդել Աջափնյակում քանդվելիք վթարային դպրոցի շենքի մի հատվածը տալ նրան բազմաբնակարան շենք կառուցելու համար։ Կաշառքը ըստ միջնորդագրի ստացել է, սակայն չի կարողացել կազմակերպել պետական մարմիններից թույլտվություններ ստանալու գործընթացը։ Ըստ գործի նյութերի Հովիկ Աղազարյանին տրված $23,000 մեջ ներառվել է նրա ընկերուհու համար $8,000-անոց բջջային հեռախոս և մատանի գնելու գումարը։ Գործարարը դրանք գնել և նվիրել է պատգամավորի ընկերուհուն, երբ նա բացակայել է երկրից։ Ու թեևս միջնորդագրի Աղազարյանը խոստումը չի կատարել, բայց և հրաժարվել է վերադարձնել խոշոր չափի կաշառքը։ Այս դրվագով ապացույցներից են լազերային սկավառակի զննությունները։ Ընկերության տնօրենը տեսաձայնագրություններում իր մտերիմներից մեկին պատմել է Աղազարյանի հետ պայմանավորվածություններն ու հողը չվերադարձնելու մասին խոսակցությունը։ Նշվում է նաև, որ ընկերության տնօրենը 2024 թվականի փետրվարին լքել է երկիրը և չի վերադարձել։ Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կքննարկվի Ազգային ժողովի մարտի 25-ի հերթական նիստում։ Տաթև Խաչատրյան, լուրեր։